Բարի երեկո, եթերում օրակարգի գլխավոր թողարկումն է։ Բարի երեկո, ահա թե ինչ ենք պատմելու այս թողարկմանը։ Նախընտրական երկու ցուցակի գլխավոր անունները հայտնի են, ովքեր են հանրապետականի առաջին հնգյակում եւ ովքեր են առաջնորդում ելքը դեպի խորհրդարան։ Սնունդ, հագուստ եւ բարեկամ երկրի ջերմությունը 40 տոննա սննդամթերքով առաջին անհրաժեշտության իրերով բեռնված օդանավը Հայաստանից հասել է Լաթաքիա։ Ազգային խտրականությունը իբրև պետական քաղաքականություն Հայաստանի պաշտպանության նախարարը Ադրբեջանի ներքին բռնությունների մասին։ 838 միլիոն դոլար կներդնի կառավարությունը, ավելի քան 5 միլիարդ դոլարի ծրագիր էլ քննարկման սեղանին է, 7 ոլորտներ, որոնց պետությունը կօգնի ոտքի կանգնել։ Հագուստ արտահանում են, կոշիկ էլ կփորձեն, Հայաստանի թեթև արդյունաբերությունը բացում է երկրորդ շնչառությունը։ Թղթով ու կնիքով օրինապահ լավ հարկատուներին ՊԵԿ-ը հավաստագրեր ու արտոնություններ է տվել։ Լեռնանիստում խանութ է փլուզվել, մահացել են վաճառողն ու գնորդը, պայթյունից թե շենքն էր խարխում։ Ողբերգական Մահալավերդիում ծննդկանին փրկել չի հաջողվել եւ մահացու ամփոփություն մանկապարտեզից մենակ դուրս եկած տղան ընկել է դեբետը։ Նախորդ քաղաքական օրակարգից վերջնաժամկետից 2 օր առաջ քաղաքական ուժերը հրապարակում են իրենց թեկնածուների անունները։ Ազգային ժողովի ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համամասնական ցուցակով կգլխավորի Վիգեն Սարգսյանը։ Ցուցակի երկրորդ տեղում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, երրորդը Արփինե Հովհաննիսյանը։ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը կգլխավորի նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ Գերագույն մարմնի այսօրվա նիստի մանրամասները Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը քննարկել եւ միաձայն հաստատել է խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը։ Այն կգլխավորի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, երկրորդ տեղում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, երրորդը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ցուցակի 4-րդ համարը Արա Բաբլոյանն է, 5-րդը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Համամասնական համապետական ցուցակը բաղկացած է 64, այս պահին 63-64 ներկայացուցիչներից, միգուցե լինեն փոքր տեխնիկական փոփոխություններ մինչև ամսի 16-ը։ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց նաև համամասնական ցուցակի հաջորդ հնգյակը, որը սակայն նախնական է եւ հնարավոր է լինեն փոփոխություններ։ Այս պահին 6-րդ համարը Արմեն Աշոտյանն է, 7-րդը Էդուարդ Շարմազանովը, 8-րդը Մարգարիտ Եսայանը, ցուցակում հաջորդը Սամվել Ֆարմանյանն է եւ առաջին տասնյակը եզրափակում է Կարեն Ավագյանը։ Ցուցակը բավականին մրցունակ է։ Այսպիսի ցուցակով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծ հնարավորություն ունի ազատ մրցակցության պայմաններում գրանցել լուրջ հաջողություն ընտրությունների ժամանակ։ Հանրապետականի նախընտրական շտաբի աշխատանքները համակարգելու է կուսակցության ղեկավար մարմինը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Գործադիր մարմնի բոլոր ներկայացուցիչները կլինեն շտաբի անդամներ եւ գործադիր մարմինը կհամակարգի, կղեկավարի Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը ապրիլյան ընտրությունների ընթացքում։ Ըստ ՀՀԿ խոսնակի, եթե ընտրությունների ժամանակ կուսակցությունը ստանա համապատասխան ձայներ եւ հնարավորություն ունենա կազմել կառավարություն, ապա վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը։ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է նաեւ քաղաքական ուժի նախընտրական մարտավարությունը, ներկայացվել նախընտրական ծրագրի վերաբերյալ առաջարկներ։ Մայա Խաչատրյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Իր համամասնական ցուցակը հրապարակել է նաև Ելք դաշինքը։ Առաջին տեղում Էդմոն Մարուքյանն է, եռյակում են նաև Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Ելք դաշինքի առաջին եռյակը բաշխվեց հետևյալ կերպ. Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան։ Նախընտրական ցուցակն ու թեկնածուների դիրքը անցնող տեղերում սովորաբար դառնում է բախման կետ դաշինքների համար։ Այս հին խնդրին նոր լուծում է գտել Ելք դաշինքը։ Երեք կուսակցությունների առաջին դեմքերի տեղը ցուցակում որոշեցին փակ գաղտնի քվեարկությամբ։ Շնորհավորում եմ Էդմոն Մարուքյանին եւ Արամ Սարգսյանին համամասնական ցուցակը գլխավորելու համար։ Դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականի համար Լուսավոր Հայաստանի պատվիրակները քվեարկեցին Արամ Սարգսյանի, իսկ Հանրապետությունն ու քաղաքացիական պայմանագիրը Էդմոն Մարուքյանի օգտին, նա էլ կգլխավորի դաշինքի ցուցակը։ Ինձ համար սա մեծ անակնկալ էր։ Այս ընտրությամբ ակնհայտ դարձավ, որ Էդմոն Մարուքյանի հաջողակ լինելը ոչ թե միֆ է, այլ իրականություն։ Չի բացառվում, որ ելքի 3 կուսակցությունները միավորվեն մեկ կառույցում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համատեղ քաղաքական գործունեության ընթացքում սկսելու են բանակցություններ մեկ կուսակցություն դառնալու համար։ Տաթևիկ Նալբանդյան, Սոնա Աղբալյան, Հակոբ Սարգսյան, օրակարգ։
Քաղաքական ուժերի տեխնացուների ցուցակներն արդեն հրապարակվում են, բայց դրանք դեռ չեն ներկայացվել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Գրանցման վերջնաժամկետը փետրվարի 16-ն է։ Երկու օրից էլ պակաս եւ ոչ մի փաստաթուղթ մինչեւ նախավերջին օրը պահում են ինտրիգը։ 45 ժամ է մնացել այն ժամկետի ավարտին, երբ կուսակցությունները կամ դաշինքները կարող են 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հայտ ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կուսակցությունների գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ժամկետը մինչև փետրվարի 16-ն է, այս պահի դրությամբ որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք դեռևս կենտրոնական ընտրական հանձնաժողով չի ներկայացրել գրանցման փաստաթղթեր։ ԿՀՀ-ում արտահերտ աշխատել են նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին մինչև երեկոյան ժամը 6-ը, բայց համամասնական ու ռեյտինգային ոչ մի ընտրացուցակ այդպես էլ չեն ստացել։ Փաստաթղթերի ներկայացման ժամկետի մեկնարկը տրվեց փետրվարի 6-ին, կավարտվի 16-ին ժամը 18-ին։ Դրանց քանակին ու տեսակին կարելի է ծանոթանալ առցանց ԿՀՀ-ի կայքում։ Եթե փաստաթղթերում որևէ անճշտություն լինի կամ սխալ, կտրվի լրացուցիչ 48 ժամ դրանք ուղղելու համար։ Փետրվարի 16-ից 26-ը կկատարվի հայտ ներկայացրածների գրանցումը, իսկ մարտի 5-ին կմեկնարկի քարոզարշավը։ Լուսին Մկրտչյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ այսօր կայացել է Հայաստանում ընտրություններին առնչվող կառույցների մասնակցությամբ համաժողով։ ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին բարձր է գնահատել Հայաստանում խնդիրների լուսաբանման հարցում մամուլի ազատությունը։ Բողոքներ միշտ էլ կլինեն, նույնիսկ եթե ամեն ինչ կատարյալ լինի, ասել է Սվիտալսկին։ Նա հույս է հայտնել, որ վերջին ընտրություններից եւ հանրաքվեից հետո մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովն անհրաժեշտ եզրակացությունների հանգել է։ Տեխնիկական սարքերի միջոցով քվեարկելու փորձը հաջողվեց։ Համակարծիք են կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Եվրամիության պատվիրակության ղեկավարները։ Տիգրան Մուկուչյանն ասում է, սարքերը սպասարկելու համար ստացել են 12000 դիմում, ընտրել են կեսին, արտոնելու են 4000-ին։ Սկսել են քննարկումները այդ խնդիրների շուրջ, որովհետև կա ժամանակ եւ այս ժամանակահատվածում հնարավոր է իհայտ եկած բոլոր տերությունների վերաբերյալ գտնել նոր լուծումներ, որպեսզի համապետական ընտրություններին նախընթաց արդեն ունենանք լիարժեք այս պայմաններին բավարարող սարքավորումներ։ Այլ երկրների համեմատ ըստ Պյոտր Սվիտալսկու Հայաստանը կարողացավ ավելի կարճ ժամանակում էլեկտրոնային գործիքներ կիրառել ընտրություններում։ Հերթը ընտրող ընտրվողինն է։ Կիրակի մենք ականատես եղանք ընտրական գործընթացի կազմակերպման նոր մոդելին, ասեմ, որ որևէ այլ երկիր նման արագությամբ եւ հաջողությամբ երբևէ չի ներմուծել ժամանակակից տեխնոլոգիաների մեխանիզմ ընտրություններում։ Կարծում եմ, այս ամենը մեզ լավատեսություն է ներշնչում, որ խորհրդարանական ընտրությունները կկազմակերպվեն լավագույնս։ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեցին առաջիկա ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականները։ Արևելյան գործընկերության երկրների մասնագետները կփոխանակվեն ընտրական լավագույն փորձով։ Հայկ Հովհաննիսյան, Արմեն Անդրեասյան, օրակարգ։ Իդեպ հայտնի է Երևանի ավականու ընտրության օրը մայիսի 14։ Տարան նշեմ, որ ընտրությունները մայիսի 14-ին նշանակելու որոշման նախագիծը գործադիրին կներկայացվի այս հինգշաբթի փետրվարի 16-ի նիստում։ Հայկական օգնությունը արդեն Լաթաքիայում է 40 տոննա սննդամթերքով ու առաջին անհրաժեշտության իրերով ինքնաթիռը Հայաստանից մեկնել ու արդեն վայրեջք է կատարել Լաթաքիայում։ Կառավարությունը Պաուստային ֆոնդից այս գործին հատկացրել է ավելի քան 46 միլիոն դրամ։ Եվ դիվանագիտական կորպուսը, եւ Հայաստանի Հանրապետության բոլոր գերտերությունները, նախարարությունները ուրախ են։ Շատ լավ միսիա է, շատ։ Անցած անգամ էլ բավական լայն արձագանք ունեցավ, ստեղել համայնքների մեջ էլ, համայնքում էլ, Երևանում էլ։ Իսկ թե ինչ տրամադրությամբ են Երևանում բեռնել ու ճանապարհել ռուսական ինքնաթիռը, պատմում է Աննա Բալյանը։ Ավանդական գործիքով անվտանգության գոտին կապած Il-76-ը կոպում են կարևոր առաքելության։ Ամբողջ գիշեր ինքնաթիռը բեռնել են 40 տոննա սննդամթերք առաջին անհրաժեշտության իրեր։ Հայաստանի ու Սիրիայի դրոշները կողք կողքի հումանիտար օգնության օդանավով Երեմ Սիմոնյանը եւս թռչում է Լաթաքիա, հենց այնտեղից են բաշխելու օգնությունը։ Հիմնականում ճշտվում ենք մեր սփյուռքյան աղբյուրներից անհրաժեշտությունից ելնելով եւ ասեմ, որ նշված բեռը ոչ միայն հայ համայնքի համար է։ Ռուսական ինքնաթիռը հայկական բեռով Սիրիայի է ուղևորվում Հայաստանի նախագահի հանձնարարությամբ։ Այնտեղ արդեն հայկական ու միջազգային մարդասիրական կառույցները բեռը կբաշխեն կարիքավորներին։ Շատ ուրախ ենք, որ ինչ-որ բանով կարողանում ենք աջակցություն ցուցաբերել, իհարկե շարունակելու ենք։ Ինչ է նախաքանցը։
նո ըստ հնարավորության։ Եղանակը բարդացնում է առաքումները։ Այսուհանդերձ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը վստահեցնում է, նորերը ևս կլինեն։ В Сирии проживает большая армянская диаспора. Սիրիայում հայ մեծ համայնք կա։ Այս օգնությունը կարող ենք միայն համատեղ ցուցաբերել, օգտագործելով ռուսական փոխադրամիջոցները եւ հայկական հումանիտար օգնությունը։ Մարդասիրական օգնությունը ազգային պատկանելություն չի ճանաչում, ասում է նախարարը։ Բարդ իրավիճակում արագ ձևավորվում է միմյանց թիկունք լինելու կարողություն։ Այս ինքնաթիռին Սիրիայում սպասում են ոչ միայն իբրև սնունդ, հագուստ հասցնող, այլև բարեկամ երկրից ուշադրության ջերմություն բերող։ Աննա Բալյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Իսկ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքներից 250-ի ձմռան կոմունալ ծախսերը կվճարի ամերիկահայ ընտանիքը բարեգործության համար ամուսինները արդեն $25,000 են ուղարկել Հայաստան։ Պատերազմից փրկված կարիքավոր ընտանիքներին ընտրել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Բարոն Մայքը արդեն ինքը 2 տարեկան է, հայաստանցի է։ Փոքրիկ, բայց պարոն Մայքը սիրիահայ չէ, հայաստանցի է, ծնվելու իր առաջին քայլերն էլ անում է հենց Երևանում։ Ամուսնական այս զույգը տարիներ առաջ շատերի պես հեռացել էր պատերազմող Սիրիայից։ Հալեպի նոր գյուղում էլ ոչինչ չունեն, միայն լսել են։ Շենքի հարևաններից ոմանք փախել են, ոմանք էլ չկան։ Մեր շենքի վրա բավական բայթումներ եղավ, մեր շենքի բնակիչները մահացողներ եղան։ Կարոտում էին իրենց տունը, Հալեպի ընկերները զանգել ասել են ոչ մի դեպքում հետ չգաք։ Ասեցին, որ եթե չոր հաց կհանեք այնտեղը, էլ չգաք։ Հյուրասենյակի պատին իրենց նախկին տան միակ հուշը նշանադրության նկարն է։ Երևանում ապրում են արդեն 4.5 տարի։ Վահեն տնից տուն մկրատը ձեռքին օրվա հացը վարսավիրությամբ է վաստակում։ Երեխեքը ասենք, որ անճապահաս են, ես եմ մանկապարտեզ դառնում բերում, այդպես որ ֆիքսված տեղ չեմ գարում աշխատեմ։ Օպերային երգչուհի կինն էլ չի երգում, Ջորջիկի, Էվայի եւ պարոն Մայքի դաստիարակությամբ է զբաղվում։ Ով իրենց տուն հյուր է գալիս, Մայքը չի ալարում, անկյունից խաղալիքները հատիկ-հատիկ բերում ցույց է տալիս։ Հայ բարեգործական ընդհանուր միության գրասենյակում հերթի է նաև Վահեն։ Սիրիահայերի հոգսերը թեթևացնելու համար Քրկ եւ Արտեմիս Գազազյան ընտանիքը օգնություն է ուղարկել Հայաստան։ Ընտրեցինք 250 խիստ կարեկավոր ընտանիքների, որոնց այս ծրագրով բաժանում ենք յուրաքանչյուր ընտանիքի $100։ Մի խնդիր կպակասի, Վահեն լավատես է, սառած խողովակով անջուր տանը տաք եղանակի հետ ջուրն էլ կծորա։ Լիլի Դանիելյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Այս գիշեր Արցախյան առաջնագծում հակառակորդը կրակել է մոտ 400 անգամ, իրավիճակը լիակատար վերահսկվում է, իսկ պաշտպանության բանակում սկսվել է ուսումնական տարվա առաջին կիսամյակը։ Հարավային ուղղության զորամասերից մեկում փուլի մեկնարկին մասնակցել է նաև Արցախի պաշտպանության նախարարը։ Մարտահրաշավային պարապմունքների նպատակը ներդաշնակ ստորաբաժանումներ ունենալն է, որտեղ յուրաքանչյուրը հստակ կտիրապետի զորամասը բարձր աստիճանի մարտական պատրաստության բերելու գործողություններին։ Ադրբեջանական բռնաճնշումների պատճառով Հայաստան եկած Թալիս գործիչ Շահին Միրզոևը Թալիս Ինֆո գործակալությանն ուղարկած նամակում գրել է, որ հայ ժողովուրդն իրեն ու իր ընտանիքին ամենաբարձր մակարդակով է ընդունել։ Ծանր հիվանդ կնոջը անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, իրեն ու անչափահաս երեխաներին ապահովել հարմար բնակարանով ու կապի միջոցներով։ Շահին Միրզոևը ասել է, թե թալիշներին Հայաստանում հատուկ հարգանքով են վերաբերվում։ Այս թեմայի մասին խոսել են նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նա ասել է, Թալիշ ընտանիքի փախուստը Ադրբեջանից ևս մեկ վկայություն է, որ հարևան երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը շարունակվում է մնալ իբրև պետական քաղաքականություն։ Մենք անելու ենք ամեն ինչ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցելով, ապահովելու համար այդ մարդու օրենքով սահմանված իրավունքները պաշտպանելու եւ իրեն մշտական ապաստարանի վայր գտնելու համար։ Օրվա դժբախտ պատահարը առավոտյան փլուզում է եղել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի մթերային խանութում, 2 մարդ զոհվել է, ևս 2-ը վիրավորվել, տուժածները տեղափոխվել են Հրազդան քաղաքի բուժկենտրոն, ապա Երևան։ Դեպքի վայրում Սուսան Բադալյանն է եղել։ Ես խանութից բուկվալն 5 րոպե առաջ դուս եմ ելել, պապիրոզ արա սիգարետ։ Դուսելա հասել եմ ես կռուգը մեկ էլ քար մար ընկա վրես, էլի որ ֆռացի տնամ խանութը իջա։ Հետ դրա դուսանի տակի։ Խանութի տանիքը փլուզվել է բացվելուց 1 ժամ անց։ Այստեղ առավոտյան 10:15 րոպեին 5 լեռնանիստցի է եղել։ Վաճառողուհին, խանութի սեփականատիրոջ կինը Ալմիդա Մեսրոպյանն ու վաճառասեղանի մոտ գտնվող 32-ամյա Անուշ Սարգսյանը մնացել են երկաթբետոնե սալի տակ։
Մահացածները եղել են ուրեմն կասայում, կասան եղել է այստեղ։ Երկուսն էլ նույն տեղից հանեն։ Մահացած վաճառողուհու երկու որդիները եւ էլի խանութում գտնվող Տաթևիկ Սարգսյանը վնասվածքներով, կոտրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Տաթևիկն ու Սարգիսը մայրաքաղաքի հիվանդանոց են փոխադրվել։ Երկուսն էլ գիտակցության էին, ասենք այս երիտասարդ աղջկա մոտ առանձնապես այդպես լուրջ բաներ չկար, նրա մոտ էլ վիճակը այդպես ծանր չէր։ Լեռնանիստցիները պատմում են պայթյուն չի եղել, խանութը գազիֆիկացված չէր, գազի մի բալոն է եղել, փլուզումից հետո անվնաս գտել են։ Փլուզման պատճառների մասին ավելի ուշ կխոսեն իրավապահները, իսկ փրկարարները զարմացած են։ Տանիքը ինքը շատ պինդ է, շատ առողջ փայտեր են, այսինքն ջան հետևանքով փլուզումը ես չեմ կարող դա ասել։ Խանութի տանիքին 35 սանտիմետր ձյուն էր նստած, բայց լեռնանիստի համար սա արտառոց մի բան չէ, գուցե շենքն էր խարխուլ։ Գյուղապետի տեղեկացմամբ 50 տարվա շինությունը արտաքինից վթարայնության ոչ մի նշան չուներ։ Ներսից վերանորոգվել է, այտենց կոսմետիկ, ինքը նորմալ վիճակ է եղել արտաքին վիճակից։ Չեմ կարող։ Ալոյանի կինը փլուզման զոհ դարձավ, որդին մի քանի կոտրվածքներով հիվանդանոցում է, իսկ ինքը ընդամենը օրեր առաջ մտածում էր խանութի վրա երկրորդ հարկ կառուցելու մասին։ Սուսան Բադալյան, Հակոբ Թումանյան, օրակարգ։ Ալավերդու բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել։ Երևանի Սուրբ Աստվածամայր բուժկենտրոն տեղափոխված նորացնի վիճակը բժիշկների խոսքով կայուն է։ Մահվան պատճառը ճշտելու համար դատաբժշկական փորձաքննություն կանցկացվի։ Այսօր Լոռու մարզում եւս մեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Դեբետ գետում հայտնաբերվել է մանկահասակ երեխայի մարմին, նա դուրս էր եկել մանկապարտեզի տարածքից ու անհետացել։ Երկու դեպքերի մանրամասները Ալավերդիից պատմում է մեր գործընկեր Հրաչյա Պապինյանը։ Ալավերդու հիվանդանոցում փետրվարի 12-ի կեսգիշերին 33-ամյա Անժելա Ղազարյանը տղա է ունեցել։ Պորտալարը փաթաթված պարանոցին։ Քիչ անց կտրուկ վատացել է ծննդկանի վիճակը, սրտխառնոց, սառը քրտինք, արյունահոսություն։ Կեսգիշերին գինեկոլոգ Մարինե Մակիչյանը այլ մասնագետների է հրավիրել։ Ծննդկանին տեղափոխել են վիրահատարան, հեռացրել արգանդը, բայց կյանքը փրկել չի հաջողվել։ Մի ժամ 20-40 րոպե մենք վիրահատությունը ավարտում ենք, բայց վիրահատության ավարտի հետ հիվանդի մոտ արձանագրում է սրտի կանգ։ Ծանր վիճակում է եղել նաև փոքրիկը։ Հրավիրված մանկաբույժը վերականգնել է շնչառությունը։ Նորացնին ռեանոմոբիլով ուղարկել են Երևան։ Վիճակը հիմա մնում է կայուն։ Սա Անժելա Ղազարյանի 4-րդ ծննդաբերությունն էր։ Ըստ բժիշկների մահվան պատճառը արգանդի պատռվածքն է եղել։ Թրոմբոէմբոլիան, որը դեռ պետք է հաստատվի։ Սա 3, իսկ այսօր ալավերցիներին ցնցել է մեկ այլ ողբերգական դեպք։ Մանկապարտեզից դուրս է եկել եւ դեպետում խեղդվել է 4-ամյա Ռոբերտ Դալակյանը։ Ռոբերտը երկրորդ օրն էր, որ հաճախում էր մանկապարտեզ։ Առավոտյան 9:30-ին ծնողի ուղեկցությամբ երեխան եկել է մանկապարտեզ։ Ժամը 10-ին արդեն գետափին գտել են նրա մարմինը։ Մենք ստեղ մանեկանք, ասենք աղամահճակալի տակ նայեցինք, վերևը նայեցինք ու տեսանք չկա, արդեն դուրս նայեցինք։ Դեպետը հոսում է մանկապարտեզի հարևանությամբ։ Շենքից գետը բաժանված է ցանկապատով։ Երեխայի մարմինը գտել են մի փոքր հեռու։ Ծնողները շտապ հիվանդանոց են հասցրել։ Կատարվել են ռեանիմացիոն բոլոր միջոցները, միջոցառումները, սակայն անօգուտ։ Մանկապարտեզը փոքր է, աշխատողները քիչ, բայց ակնհայտ է, որ դայակները անփույթ են եղել։ Դուռն ներքևից այդ դրսից փակում էին կողպեքով, իսկ այս հենց անմիջապես որ մուտքից մտնում է դուռը չի փակվում։ Իհարկե դուռը պետք է փակ լիներ, բայց գուցե շուտ է դուրս եկել, մինչև 10-ը ծնող է գալիս, շենքը մեծ է, կարողա չեն լսել։ Մահվան երկու դեպքով էլ հարուցվել է քրեական գործ։ Հրաչյա Պապինյան, Մերի Կոլոլյան, Արմեն Հոսեփյան, օրակարգ։ Թալիշի թեման Եվրախորհրդարանում։ Այս րոպեներին Ստրասբուրգում ընթանում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի մամուլի ասուլիսը։ Նա խոսում է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին։ Եվրամիության պատգամավորների հետ հանդիպումներում մասնավորապես ներկայացրել եմ 2016-ի ապրիլյան պատերազմում Ադրբեջանի գործած վայրագությունների մասին զեկույցը, նաև սահմանափակ շրջանառության տարբերակով, նկարներով ու անհատական տվյալներով։ Հատկապես կարևորել եմ փաստը, որ ռազմական հանցագործությունները կատարվել են Թալիշի եւ ռազմաճակատի մյուս բոլոր ուղղություններով, ագրեսիային մասնակցած բոլոր ստորաբաժանումների կողմից, ինչը վկայում է դրանց համակարգված եւ ծրագրված բնույթի մասին։ Օրակարգի տնտեսական լրահոսից Հայաստանի կառավարությունը ներդրումային բումի է սպասում տեղացի ու օտարազգի ներդրողներից, կան առաջարկներ գյուղատնտեսությունից մինչև IT, զբոսաշրջություն ու արդյունաբերություն։ Քանի միլիոն դոլար են ներարկվելու տնտեսություն այս տարի եւ քանի միլիարդի ծրագրեր կան սեղանին դրված։ Բոլոր թվերը ռեպորտաժում։
2017 թվականին կառավարությունը մտադիր է Հայաստանում իրագործել 838 միլիոն դոլարի ներդրում, որի առյուծի բաժինը 575 միլիոն կամ 68%-ը կհատկացվի մասնավորին։ Կառավարությունը պատրաստ է խրախուսման ճանապարհով շահագրգռել ներդրողներին գործ սկսել Հայաստանում։ Այս տարվա ներդրումային ծրագրերը մեծ մասամբ կուղղվեն էներգետիկայի եւ հանքարդյունաբերության, շինարարության եւ ճանապարհաշինության ոլորտների զարգացմանը։ Ընդհանուր 471 ներդրումային ծրագրերից մենք առանձնացրել ենք 341 ընդհանուր 3.2 միլիարդ դոլարի արժեքով։ Իհարկե դրանք մի տարվա ծրագրեր չեն, 3-4, միգուցե 5 տարիներ ծրագրեր։ Կառավարության քննարկման սեղանին է նաև ներդրումային ծրագրերի մեկ այլ փաթեթ, որը բաց է գործակցության համար եւ սպասում է ֆինանսական հոսքերի առաջարկի։ Կառավարությունում քննարկվում է 79 ներդրումային ծրագրեր, գումարային 5.3 միլիարդ ԱՄՆ դոլարով, որոնք որ մենք համարում ենք տրամաբանական, ունենք նախնական որոշակի պայմանավորվածություններ, բայց ինվեստիցիաների եւ գործընկերոջ առումով դրանք բաց են։ Այսինքն այն ծրագրերն են, որոնք կառավարությունը համարում է, որ հնարավոր է Հայաստանի Հանրապետությունում իրագործել։ Կառավարությունն առաջարկում է 5 միլիարդ 300 միլիոն դոլարի ներդրում կատարել 7 ոլորտներում, առավել մեծ չափաբաժնով են ներկայացված ենթակառուցվածքները, էներգետիկան եւ զբոսաշրջությունը, որոնք հետաքրքրությունների առաջին եռյակում են։ Լիանա Կարապետյան, Հովհաննես Քյոսեյան, օրակարգ։ Կառավարության ներդրումային ծրագրերի եւ այն մասին, թե որ ոլորտներին են դրանք ուղղվելու, կզրուցենք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանի հետ։ Բարի երեկո, պարոն Մարգարյան։ Բարի երեկո, պարոն Մարգարյան։ Ինչպես արդեն ռեպորտաժում տեսանք, 3.2 միլիարդ դրամ ներդրումային ծրագրերից 838 միլիոնը կառավարությունը իրագործելու է այս տարի եւ հայտնի են ընտրված ծրագրերը։ Ըստ ինչ չափորոշիչներով են դրանք ընտրվել։ Դրանք ըստ էության կարճաժամկետ, կոմպակտ ծրագրեր են, որոնք կարելի է իրականացնել այս տարվա ընթացքում եւ ուղղված են հիմնականում այն ոլորտներին, որոնք կարող են ապահովել էական հատույց, ստեղծել աշխատատեղեր, ստեղծել եկամուտներ ընտանիքներին, համայնքային եւ պետական բյուջեին եւ ըստ էության կարող են որոշ չափով լուծել աշխատատեղերի խնդիրը։ Մոտավորապես 80 ծրագրերի գծով այս տարվա ընթացքում այդ 838 միլիոնից ըստ էության 70%-ը մասնավոր բիզնես ոլորտի ծրագրերն են, մնացած 30-ը պետական համայնքային բյուջեներից հատկացումների իման վրա իրականացվելիք ծրագրերն են։ Ըստ ոլորտների դա արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության եւ ագրոսննդի ոլորտի ծրագրեր են, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ սոցիալական ոլորտի ծրագրեր։ Ներողություն եմ խնդրում, ինքս ինձ ուղղեմ 3.2 միլիարդ դոլար։ Ուրեմն դա 341 ծրագրերի գծով դրանք միջնաժամկետ ծրագրեր են, ներառյալ նաև այս տարվա ծրագրերը, բայց այս տարվա համար կոնկրետ այդ 838 միլիոնն է։ Բացի այդ սեղանին դրված է նաև 5.3 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի առաջարկ։ Ինչով եք շահագրգռելու ներդրողներին։ Նախ ես ճշտեմ, որտեղ այդ թվերը անընդհատ փոխվում են, շատ դինամիկ են։ Ես նայեցի այսօրվա ներդրումային հարթակը, էկոնոմիկայի նախարարության կայքեջում արդեն 81 ծրագրեր են, դրանք 79 ծրագրերի գծով իսկապես 5 միլիարդ 300 միլիոն դոլար, արդեն այս 81-ի գծով 5 միլիարդ 515 միլիոն դոլար է։ Ավելանում են։ Այո, անընդհատ ավելանում են, որտեղ բաց է այս հարթակը եւ գործընկերների, ներդրողների կողմից առաջարկներ անընդհատ ավելանում են։ Ինչով է շահագրգռելու այսօր կառավարությունը կամ այսպես ասենք հիմնական խաղացողը կարգավորողը, իհարկե բարենպաստ ներդրումային միջավայրով, բարենպաստ ներդրումային քաղաքականությամբ, հատկապես հարկային քաղաքականությամբ, մաքսային վարչարարության, արդիական գործիքներով։ Այս առատությունը արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ հուշում է, որ վստահություն կա։ Անկասկած, ես կասեի, որ վարչապետը իր եռանդուն, հատկապես իր անձի այսպես գործնեությամբ սեպտեմբեր ամսվանից հենց այդ ուղղությամբ էլ աշխատում է, որտեղ այս թեման մասնավոր սեկտորի ներդրումների ավելացումը Հայաստանի տնտեսական օրակարգի թիվ 1 հարցն է, եւ դա աշխատատեղեր են եւ եկամուտներ են եւ ի վերջո զարգացման մոդելը կարող է միայն այս ներդրումային հարթակների վրա իրականանալ եւ մեկ ես կասեի այսպես առանձնահատկությունը այն է, որ տարբերվում է նախորդ կառավարություններից եւ վարչապետների գործնեությունից, այն է, որ հարթակները ինստիտուցիոնալ են,
Այսինքն երաշխիքները, որ տրվում են ներդրողներին, ոչ թե անձնական երաշխավորությունների դաշտում են, դաբրոների դաշտում են, ինչպես ընդունված է ասել, այլ ինստիտուցիոնալ այն հարթակների, որոնցից մեկը այսպես կոչված ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն է, Հայաստանի իրավազորություն ծրագիրն է, տարբեր հիմնադրամներն են, հետևաբար այսպես ինստիտուցիոնալիզացված մոտեցումը շատ ավելի հոգեհարազատ է ներդրողին, հատկապես ներդրումային մշակույթ, զարգացած մշակույթ ունեցող ներդրողներին, արևմտյան, արևելյան Ասիայի, այսպես ասենք, ռեգիոնից եւ ինչու՞ չէ նաեւ եվրասիական տարածաշրջանի այն ներդրողներից, որոնք հակված են բարձր տեխնոլոգիական սեկտորի ներդրումների։ Հետևաբար այս ինստիտուցիոնալ մոտեցումը ինքը դոմինանտն է, որոշիչն է այսօրվա ներդրումային քաղաքականության, որը միտված է բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը։ Կարող ենք պարզ բանաձևել, կառավարությունը երաշխավորում է, ներդրողը վստահում է եւ սպասենք արդյունքների։ Թերևս սա այդ բանաձևի մի մասն է, մյուսը ֆինանսական ռեսուրսների այդ աղբյուրներն են, որ թերևս արդեն մակրոտնտեսական իրավիճակն այնպիսին է, հատկապես ֆինանսական հատվածի վիճակը, դրական միտումները այնպիսին են, որ բանկերը եւս դեմքով շրջվել են դեպի այդ ծրագրերը, դեպի տնտեսության իրական հատվածը եւ սկզբունքորեն մենք նայում ենք տոկոսադրույքների շարժից, այսօր 7-8%-ով կարելի է ռեալ սեկտորի համար վարկեր ներգրավել, դա շատ կարեւոր է։ Կարգավորողները, ոչ միայն կառավարությունը, այլև կենտրոնական բանկը, իրենք եւս այս ռեժիմի կամ այս հարթակի վրա նույն կարելի ասել տեմպի խաղացողներ են, ինչ պոտենցիալ ներդրողները։ Շնորհակալություն, պարոն Մարգարյան, տնտեսական բարդ գործընթացները մեզ հնարավորինս պարզ ներկայացնելու համար, նաև հեռուստադիտողին։ Ես հիշեցնեմ մեր զրուցակիցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանն էր։ Եվ շարունակենք թեման, աշխուժանում է նաև թեթև արդյունաբերությունը, Երևանում այսօր ամփոփել են արտահանմանը միտված տեքստիլի զարգացման ծրագիրը։ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության նախաձեռնությամբ ու Ռուսաստանի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը կշարունակվի։ Գործակցության նոր պայմանագրով Հայաստանը կփորձի արտաքին շուկայում ներկայացնել նաև մեր կոշկեղենը։ Դիզայներական հագուստ, մոդելներ, ֆոտոսեսիա, միջոցառման եկացյուրերը համառորեն քննարկման դահլիճ չէին մտնում։ Այս գեղեցիկ աղջկա վրա այս կոստյումը, երբ որ տեսնում եք, սա պատվիրել է Վալենտին Յուդաշկինը։ Յուդաշկինի պատվերը միակը չէ, հայկական 8 ձեռնարկություն մոտ 3 տարի է միասնական 5900 BC բրենդի ներքո հագուստի հավաքածուներ է մատակարարում ռուսական շուկա։ Գաղափարը ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման հիմնադրամինն է, փողը $1 միլիոն, ոչ թե վարկ, այլ դրամաշնոր Ռուսաստանն է տվել։ Տեսակ, որ ստացվեց տեքստիլի ճյուղը տեղից շարժել, հպարտանում է ծրագրի կնքահայրը։ Այո, մենք հաջողվել ենք առաջի ծրագրի մասով։ Սկզբում, քանի որ էժան չինական, թայվանական ապրանքի հետ հայկականը մրցակցել չէր կարող, կարում էին դիզայներական նմուշներ միջինից թանկ տեսականի գնող սպառողի համար։ Ձմեռային բաճկոնից անցել են ջինսե տաբատի, գնով նույնիսկ թուրքականի հետ են մրցակցում։ Արտահանման ծավալները դեռ գաղտնի պահելով, ասում են նանման ընկերության ղեկավարը։ Ներկա պահին Ռուսաստանի Դաշնությունում մենք արտահանում ենք ջինսե տաբատներ։ Ծրագրի մասնակից ձեռնարկությունների թիվն առաջիկայում կավելանա, աշխատանքների երկրորդ փուլն է մեկնարկում։ Հագուստին զուգահեռ փորձելու են ոտքի կանգնեցնել նաև հայկական կոշիկի արտադրությունը։ Երկրորդ փուլում արդեն նախատեսվում է $2 միլիոն եւ 3 տարի ժամանակահատված ծրագիրը կունենա, նաև կընդգրկվի կոշիկի եւ կաշվի իրերի արտադրության ոլորտը։ Ճիշտ էին կանխատեսել թեթև արդյունաբերական ճյուղն ակտիվանում է հրաժեշտից առաջ, նկատեց նախարար Կարայանը։ Միայն այդ կազմակերպությունների մասով կստեղծվի մոտ 2200 նոր աշխատատեղ։ Միայն տեքստիլ։ Հագուստի հարցում կասկածները փարատել են, հերթը հայկական որակյալ կոշիկը մոդայիկ դարձնելունն է։ Իտալացի դիզայները օգնական։ ՄԱԿ-ը Հայաստան է հրավիրել գործի գիտակ Ջորջիո Գադինային։ Հերմինե Բաղդասարյան, Հովանես Քյոսեյան, օրակարգ։ Պետական եկամուտների կոմիտեն խրախուսում է օրինապահ տնտեսվարողներին, նրանցից 20-ն արդեն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր են ստացել։ Ինչ առավելություն է տալիս գործարարին այդ փաստաթուղթը, Արմինե Ուդումյանն է պարզաբանում։ Առնվազն 6 ամիս պետք է այս փաստաթուղթը կանաչ լույս կվառի ծառայությունների շուկայում գործող SOS Systems-ի համար։ Այս հավաստագիրը նշանակում է, որ ընկերությունը պարտաճանաչ վճարել է հարկերը, պետությունը պարտքու պահանջ չունի։ Երևի գործարարները ավելի ցավով, ավելի սրտացավ կմոտենան
այս հարցերին, քանի որ այս վճարված հարկերի հիման վրա, որ գոյատևում է մեր պետությունը։ Գազպրոմ Արմենիան, Էլցանցերը, Գրանդ Տոբակոն, Վիվասելը եւ տարբեր ոլորտներում առաջատար 20 ընկերություն կանաչ լույս ստացան։ ՊԵԿ-ը նրանց վճարած հարկերը, հաշվետվությունները գնահատել է 0.5% ճշգրտությամբ եւ այս փուլում հավաստագիր տվել 26 տեխնացուից միայն 20-ին։ Իսկ ով այս անգամ չի ստացել, կրկին կփորձի շտկելով աննշան թերությունը։ Ձեր աջակցությամբ եւ ձեզնով հասկանալի է դառնալու բոլորին, որ հարկ վճարելը ավելի պատվաբեր է, քան չվճարելը։ Բարի համբավից բացի հավաստագիրը նաև հեշտացնում է հարաբերությունները բանկերի հետ։ Կենտրոնական բանկի որոշմամբ նման ընկերություններն այսուհետև կդասվեն մեղմ ռիսկային ընկերությունների շարքը։ Բանկային արտոնությունները բնականաբար աջակցություն է ինքը արդեն իսկ նշանակում։ Նորույթը կառավարության հանձնարարությամբ է, որ նպատակ ունի կարգապահ հարկատուների համար բարենպաստ պայմաններ եւ նրանց հետ գործընկերային հարաբերություններ ստեղծել։ Օրինապահ հարկվճարողի կարգավիճակը նշանակում է նաեւ մեղմ եւ անտեսանելի վարչարարություն։ ՊԵԿ-ը հույս ունի, որ օրինապահների շարքերը կբազմապատկվեն, իսկ խնդիրներ առաջանալու դեպքում հենց ՊԵԿ-ին էլ կդիմի բիզնեսը, ինչպես լինում է գործընկերների դեպքում։ Արմինե Ուդումյան, օրակարգ։ Եվրոպական ընտանիքի հետ Հայաստանը նոր շրջանակային համաձայնագիր կկնքի, որը կգոհացնի երկու կողմերին էլ, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։ Ֆրանսուଆ Շարպանտիեն նաև որոշ փակագծեր է բացել մարտին նախագահ Սարգսյանի Ֆրանսիա նախատեսվող այցի մասին։ Ֆրանսիան որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր Արցախյան խնդրի լուծումը տեսնում է միայն բանակցային ճանապարհով, ասել է Ֆրանսիայի դեսպանն ու չի բացառել, որ ասելիքի դեպքում Ֆրանսիան պատրաստ է հյուրընկալել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին։ Մարտի սկզբին ֆրանսիական հայտնի ձեռնարկությունների ասոցիացիայի անդամները Փարիզում կհանդիպեն նախագահ Սարգսյանի հետ, երկու երկրների տնտեսական հարաբերությունները խորացնելու նպատակով, հայտնեց մեր երկրում Ֆրանսիայի դեսպանը։ Ֆրանսիական ձեռնարկություններն արդեն իսկ շատ հետաքրքրված են այդ հանդիպումով։ Տնտեսական լավ գործընկերներ դառնալու մասին չեն դադարում խոսել նաև ֆրանսիացի պաշտոնյաները։ Չնայած Փարիզը որոշակի առարկություններ ունի հայկական արտադրության, բայց ֆրանսիական տեղանուններով կոնյակ, շամպայն ապրանքները եվրոպական շուկա ներմուծելու համար։ Երկու երկրներում էլ այդ ապրանքատեսակները հին ավանդույթներ ունեն։ Ֆրանսիայում միայն կոնյակի շրջանառությունը տարեկան 3 միլիարդ եվրոյի է հասնում։ Ֆրանսիան պաշտպանում է իր բոլոր բրենդային ապրանքանիշերը, բայց դա չի նշանակում, որ այն կարող է խանգարել Հայաստան-Եվրամիություն բանակցային գործընթացին։ Շուտով կստորագրվի Եվրամիություն-Հայաստան նոր համաձայնագիրը, որի բովանդակությունը գոհացուցիչ է բոլոր կողմերի համար, վստահեցնում է դեսպան Շարպանտիեն։ Ֆրանսիան առանձնահատուկ գոհ է բանակցությունների վերսկսումից։ Մի քանի կետեր է մնում դեռևս, որոնց շուրջ Եվրամիությունն ու Հայաստանը պետք է համաձայնության գան։ Իսկ թե ինչ կտա ֆրանկոֆոնիան Հայաստանին, դեսպան Շարպանտիեի կարծիքով շփվելու լայն հնարավորություններ ֆրանկոֆոնիայի արժե համակարգով առաջնորդվող մի շարք երկրների հետ, նաև նրանց, որոնք ներկայացված չեն Հայաստանում։ Ֆրանկոֆոնիայի սկզբունքներն են՝ կերտել ժողովրդավարություն, իրավական պետություն, հաշվի առնելով գլոբալիզացիան, լեզվամշակութային զանազանությանը փոխադարձ հարգանքի միջոցով խաղաղություն հաստատել ֆրանկոֆոն համայնքում։ Իսկ նրանք քիչ չեն, աշխարհում մոտ 300 միլիոն մարդ խոսում ու մտածում է նրբակրթության լեզվով։ Հասմիկ Առաքելյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ Շարունակում ենք թողարկումը։ Վարդենիսի հոսպիտալն առաջիկայում կարող է միանալ Բերդի քաղաքացիական հիվանդանոցին, որոշումը դեռ չկա, հարցը քննարկվում է։ Գեղարքունիք ու Տավուշ այցի ժամանակ այս մասին խոսել են Պաշտպանության ու առողջապահության նախարարները։ Հողագործ գյուղացու ստացած բերքը պետք է նաև բանակին մատակարարել, հարցը Վիգեն Սարգսյանը քննարկել է գյուղացիների հետ հանդիպմանը։ Իջևանում Պաշտպանության նախարարը եղել է կառուցվող զինավանիշին հրապարակում, բարձրացել մարտական դիրքեր։ Կատարում ենք զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների հետազոտություն։ Վարդենիսի հոսպիտալում հին սարքավորումներ չկան, զինվորական այստեղ առաջինից մինչև բարդ բուժօգնությունն են ստանում։ Պաշտպանության և առողջապահության նախարարները այստեղ են իրենց աչքով տեսնելու։ Գաղափար կա միավորել նույն բնակավայրում գործող քաղաքացիական ու ռազմական բուժհաստատությունները, առայժմ աչքի տակ են Վարդենիսն ու Բերդը։ Սահմանային վահանում հանդիպմանը ոմանք չխոսեցին հոգսերից, մյուսները բացվեցին։ Գյուղի հիմնական աշխատանքը դա անասնապահությունն է։ Ունենք ֆինանս, որպեսզի կարողանանք ջեռուցենք երեխաները հաճախել մանկապարտեզ։
Արցախյան գոյամարտում զոհված Կորյուն Ոսկանյանի այրին սպասում է բնակարանի իրենց հերթին, աշխատանք ունի, կապավոր է։ Ես ինքս էլ իմ պարտքը ունեմ հայրենիքիս համար։ Վիգեն Սարգսյանն ասաց, կան հստակ ցուցակներ, Ոսկանյանների ցուցակագրված ընտանիքը կունենա իր տունը։ Այն համայնքներում, որոնք մեծ զորամասերի կողքերն են գտնվում, հնարավոր լինի ձևավորել նենց ներուժ ու այսօր դրա մասին շատ ենք մարզպետի հետ խոսել, որ նաև դուք ձեր արտադրանքով, ձեր հաճացրած բերքով, ձեր պահած անասունով կարողանաք որոշ առումով մասնակցեք բանակի մատակարարման գործընթացին։ Գյուղը մի քանի օրից 3 տրակտոր կունենա հողագործական սարքերով, գյուղացուն հնդկացորենի սերմ կտան, լավ բերքի ու մատչելի գնի դեպքում գյուղը բանակի մատակարար կդառնա։ Վիգեն Սարգսյանի եղավ Տավուշի դիրքերում, կառուցվող Զինավանում եւ Բերդում։ Սահմանապահ Բերդի հիվանդանոցն էլ միավորվելու դեպքում Բերդի հոսպիտալի գործընկերը կլինի։ Այստեղ էլ հոսպիտալում էլ ժամանակակից պայմաններ են, բուժօգնության կարիք ունեցողը հերթ չի կանգնի։ Պետք է փորձենք համադրենք ջանքերը եւ բարձրացնենք արդյունավետությունը մեր եւ բանակային կարիքների համար, ռազմական բժշկության եւ քաղաքացիական բնակչության համար, առողջապահական սպասարկման խնդիրների լուծման ռեսուրսները, դրամային հոսքերը եւ ինտելեկտուալ ներուժը միացնելով լավագույնս ծառայել մեր ազգի առողջության եւ պաշտպանության նպատակներին։ Վիգեն Սարգսյանն ասում է, պետք է համադրել ջանքերը եւ լինել բնակչության կողքին։ Վոլոդիա Հովսեփյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Տավուշի սահմանապահ Մովսեսում ավակները կրակել գիտեն, կրտսեր Մովսեսիները կսովորեն նոր բացված հրաձգարանում։ Մայա Խաչատրյանն է պատմում։ Մովսեսի եկեղեցու զանգերը հարևան Ալիբեյլիում լսում են, բայց էլի չեն խաղաղվում։ Մովսեսին էլ ոչինչ չի մնում, քան զենքը վարժիմանալ։ Մովսեսի դպրոցի տեխնոլոգիայի կաբինետը նորոգվել է, համալրվել կարի մեքենաներով, գործվածքով ու թելով։ Աղջիկները սրբիչներ կկարեն, տղաները նոր գործիքներով կսովորեն փայտամշակման արհեստը։ Մեզ համար շատ կարևոր է մասնագիտական կողմնորոշման համար տեխնոլոգիա, ուրեմն առարկայի համար ուսումնանյութական բազան։ Ռազմագիտության դասերը կլրացվեն գործնական պարապմունքներով, հոգեօգնությամբ բացվեց հրաձգարան։ Հիմա մենք պետք է երեխաներին սովորեցնենք հրաձգարանում կրակ վարելու ձևերը։ Տիրապետում ենք զենքին, տղաներին հավասար եւ հարկ եղած դեպքում պատրաստ ենք նրանց կողքին կանգնել սահմանին։ Աղջիկները առայժմ պահեստային են, իսկ տավուշցի նորակոչիկները Բերդի եկեղեցու բակում երդվեցին։ Անձնիրավար ծառայել հայրենիքիս, Հայաստանի Հանրապետությանը եւ հանուն նրա չխնայել կյանքս։ Շատ մեծ պատիվ է ծառայել այնպիսի մի զորամասում եւ նման հրաշալի զինվորների հետ, որոնք ամեն վայրկյան կարող են պայքարել եւ դիմակայել մարտնչող հակառակորդին։ Մինչև ծառայության մեկնելը տղաները եկեղեցի մտան, Մովսեսի պարուհիները կսպասեն նրանց վերադարձին, այն տոն դարձնելու համար։ Մայա Խաչատրյան, Վահրամ Զարգարյան, օրակարգ։ Օրակարգի միջազգային լրահոսից հրաժարական է տվել Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը։ Նա համարվում էր գործող վարչակազմում Անկարայի ամենամոտ կանգնած պաշտոնյան, քանի որ մինչև վերջին նշանակումը վճարովի լոբիստական ծառայություն էր մատուցել թուրքական կառավարությանը։ Ֆլինը դեսպան Սերգեյ Կիսլյակին խորհուրդ էր տվել, որ Մոսկվան չափից դուրս կոշտ չարձագանքի միջազգային պատժամիջոցներին, ակնարկելով, որ ամերիկյան նոր վարչակազմը կարող էր քննության առնել պատժամիջոցների մեղմացման թեման։ Ես փոխնախագահ Մայք Փենսին եւ մյուսներին չեմ տեղեկացրել Ռուսաստանի դեսպանի հետ իմ զրույցի մասին։ Դրա համար ներողություն եմ խնդրել եւ նախագահից եւ փոխնախագահից։ Գեներալ Ֆլինն անում էր ավելին, քան պարզապես Թուրքիային պաշտպանելը։ Նա սատարում էր անձամբ Էրդողանին։ Հիմա մենք կենտրոնանում ենք մեծ եղեռնի ճանաչման վրա։ Հրաժարականով գործը չի փակվել, մի շարք կոնգրեսականներ արտարադատության նախարարությունից պահանջել են փակ ճեպազրույց անցկացնել, պարզելու, թե Ֆլինից բացի սպիտակ տանելով է սպառնալիք ներկայացնում երկրի անվտանգությանը։ Թուրքանպաստ Ֆլինի հեռանալու ֆոնին ամերիկահայ լոբին է ուժեղացնում ճնշումը հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ։ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները Կապիտոլիումի բարձրունքին սկսել են ստորագրահավաք, որով նախագահ Թրամփին կոչ են անում ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Օրենսդիրներ Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Ջեկի Սպայերը, Դեվիդ Թրոթը եւ ուրիշներ իրենց գործընկերներին հղած նամակում ներկայացրել են Միացյալ Նահանգներում հայոց ցեղասպանության դատապարտման նախապատմությունը, մասնավորապես նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից 1981 թվականին,
իսկ դեռևս Էյզենհաուերի վարչակազմի օրոք 1951 թվականին ՄԱԿ-ին ներկայացվել է ամերիկյան պաշտոնական զեկույց, որում 1915 թվականի իրադարձությունները հստակ բնութագրվել էին որպես ցեղասպանություն։ Հայկարամ Նահապետյան, Վաշինգտոն։ Եվ դարձյալ տեղական թեմաներով այսուհետև խոշոր ընկերությունները նորից կենթարկվեն աուդիտի հիմա, սակայն աուդիտը կանի ոչ թե պետությունը, պետական միջոցների հաշվին, այլ մասնավոր ընկերությունները։ Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն ասել է, որ այդ նպատակով կստեղծվի Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների պալատ, կառույցը կգործի հասարակական հիմքով, իսկ կազմում ընդգրկված կլինեն պետական ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ։ Դա կօգնի կարգավորել աուդիտորական ոլորտը, կստեղծվի նոր հայեցակարգ։ Խոշոր ընկերությունները պարտադիր աուդիտ չէին անցնում 2014-ից մինչև այդ պարտադիր աուդիտի էր ենթարկում տարեկան 1000 ընկերություն, փոփոխություններից հետո դրանց թիվը կկազմի 250-ից 300։ Նոր համակարգի հիմքում պետք է մի քանի շատ կարևոր սկզբունքներ լինեն։ Առաջինը դա անկախության ապահովումն է։ Պետք է ներգրավել օտարերկրյա մասնագետներ, աուդիտորական ցանկացած կազմակերպություն պետք է 3 տարին մեկ առնվազն անցնի որակի ստուգում։ Այսուհետև զվարթնոց օդանավական ժամանողներն ու մեկնողները տեղում պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակից օգտվելու հնարավորություն կունենան։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը այնտեղ մասնակցել է գրասենյակի գործարկմանը։ Հայաստանում նման գրասենյակների թիվը արդեն անցել է 50-ից։ Եթե օրինակ քաղաքացին պիտի ամուսնության բացակայության տեղեկանք ստանա կամ չդատվածության տեղեկանք ստանա, մի քանի իրավիճակ է հնարավոր։ Հնարավոր է իրավիճակ, որ նա օրինակ այդ մասին դիմումը ներկայացրել է քաղաքում գրասենյակներից որևէ մեկում հանրապետության տարածքում, բայց մի քանի օր անց օրինակ պիտի մեկնի եւ իրեն այդ տեղեկանքը պետք է։ Նա կարող է այստեղ ստանալ եւ միանգամից մեկնել։ Հայաստանի կանաչ օպերատորն այս տարի պատրաստում է ավելի քան 16.5 միլիարդ դրամ ներդրում անել հեռահաղորդակցական կապն ուժեղացնելու համար։ Տրանսպորտի նախարարի հետ հանդիպմանը Յուքոմի ղեկավարները տեղեկացրել են նաև, որ ընկերությունը պայմանագիր է կնքել Apple-ի հետ։ Մանրամասները ռեպորտաժում։ Նախորդ տարվա տեխնիկական վերազինման համար ընկերությունը ծախսել է 28 միլիարդ դրամ, եւս 16 միլիարդ 600 միլիոն դրամ Յուքոմը կներդնի այս տարի, ցանցի արդիականացումն ավարտին հասցնելու համար։ Ինչ խնդիրներ եք հանդիպում հիմնականում հայկական շուկայում եւ պետական մարմինների մոտ, որ փորձենք ինչ-որ լուծումներ գտնենք։ Յուքոմի տնօրեն Հայկ Եսայանի խոսքով հեռահաղորդակցության շուկայի ընդհանուր անկման պայմաններում ընկերությունը շարունակում է սեփական over-the-top հավելվածներ ստեղծելու ուղղությամբ քայլերը։ Անցած տարում սպառողների համար ընկերությունը ստեղծել էր շարժական հեռուստատեսություն, կոմունալ վճարումների UPay համակարգ։ Այս տարի եւս ընկերությունը իր բաժանորդներին նոր ծառայություններ է առաջարկելու։ Շուկան տրանսֆորմացիա է ենթարկվում եւ ծառայությունների տիպերն են փոխվում եւ մեր ընկերությունը փորձում է այդ ամեն ինչը փոփոխել եւ հենց այդ ներդրումները այդ ուղղության վրա են ծախսվում, որպեսզի մենք նոր շուկա մտնենք։ Անցած տարի Յուքոմը Հայաստանում առաջին անգամ գործարկեց 4G+ ցանցը, որը հասանելի է արդեն 55 բնակավայրում։ Այս տարի նաև կընդլայնի ցանցը։ Յուքոմը պայմանագիր է կնքել Apple ընկերության հետ։ Մեր երկրի համար արտադրված Apple-ի սարքավորումների նոր խմբականակները այսուհետև կունենան առանձին սերիալ կոդ։ Արեֆատ Ստեփանյան, օրակարգ։ Նորարարական տեխնոլոգիաները հասել են նաև օպերային, ինչ կատարվում է բեմում օրինակի տալերենով, հանդիսատեսը ունկնդրելու հետ միաժամանակ այսուհետ նաև կարող է կարդալ բեմի վերևում տեղադրված էկրանին։ Նորարարությունը հանդիսատեսը կտեսնի 10 օրից։ Ընդամենը 10 օրից Երևանյան օպերայի հանդիսատեսը հնարավորություն կունենա երկլեզու թարգմանությամբ ամբողջությամբ ծանոթանալ ներկայացման լիբրետոին, բեմի ճակատային հատվածում տեղադրված էլեկտրոնային թարգմանական վահանակի միջոցով։ $10,000-ից ավելի արժողությամբ նախագիծը մշակույթի նախարարի գնահատմամբ մեծապես կնպաստի մշակութային զբոսաշրջության զարգացմանը։ Այսօր զբոսաշրջիկները Հայաստանում այցելում են հիմնականում պատմամշակութային հուշարձաններ, Գառնի Գեղարդսևան եւ ավարտվում է դրանով ամեն բան։ Այնինչ ժամանակակից արվեստը Հայաստանում շատ բարձր մակարդակի վրա է։ Այն պարզապես պետք է ներկայացնել։ Սա ներկայացնելու քայլերից մեկն է։ Տարին հագեցած է լինելու նոր բեմադրություններով, որոնք կհաջորդեն միմյանց, նշում է Կոնստանտին Օրբելյանը։ Դրանցից 5-ը կստեղծվեն արտերկրի հայտնի օպերաների հետ գործակցությամբ։ Մենք չենք սպասի, մինչև կարողանանք նոր ներկայացումների համար ֆինանսավորում գտնել։ Արդեն պայմանավորվածություն ունենք եվրոպական ու ռուսական հայտնի թատրոնների հետ 5 նոր ներկայացումների դեկորների ու բեմական զգեստների նվիրատվության մասին։ Իսկ գարնանային թատերաշրջանը կսկսվի թարմացված խաղացանկով։ Մարտի 5-ին դիմակահանդեսի առաջնախաղն է։
Նոնե Ալեքսանյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Եվ եղանակի մասին փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերը կլինի -13-ից -15։ Փետրվարի 17-18-ին գիշերը 18-ից 20 աստիճան ցուրտ է լինելու։ Օրակարգն էր եթերում, շնորհակալություն ուշադրության համար։ Հաջելի երեկո ենք մաղթում։